Ավանդական ծիսական կերակրատեսակներ հայկական խոհանոցի հարուստ փորձի ու ավանդույթների վրա հիմնված։ Ցանկության դեպքում ավագ խոհարարը կկազմակերպի վարպետաց դաս ձեր սրահում եւ կկիսվի ամենահամեղ կերակուրների բաղադրատոմսերով։ Արարատ Հոլ, հայկական խոհանոցի ամենավառ գույները։ Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք, շատ ուրախ եմ, որ ոչ միայն միասին ենք, այլ նաև դրա արդյունքը հաղթական ենք։ Շնորհավորում եմ բոլորիս եւ շարունակենք մեր հաղորդումը, հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ, իմ հյուրն է Կաբոն ռեստորանի ավագ խոհարար Կարեն Գևորգյանը։ Ողջույն Կարեն։ Բարև ձեզ։ Կարող եք ես վերջում ասենք Կարեն ֆանտազիա, որտեղ միշտ դու ինչ որ մի նոր բան, ինչ որ մի նոր մտահղացում եւ այդպես շարունակ։ Ինչքան պիտի դիմանաս այդ նորարարությունները։ Ինչքան կարող ես նորարարություններ ստեղծել։ Շատ։ Այսօր ինչ ենք ստեղծելու, ինչ նոր բան ենք։ Ուզում եմ ստեղծենք մի նոր բան։ Հենց նոր մտքիս մեջ մի հատ ֆանտազիա ծագեց, միտք, ուզում եմ նորից պատրաստել մի հատ նոր բան չի, բոլոր բաների հիմքը նույնն է, բայց պատրաստեմ ինձ ձևով եւ նվիրեմ Արարատյան խոհանոցին։ Անունը դուք կորոշեք, շեֆ։ Շատ լավ, շատ լավ։ Մարդ, այս ինչ լավ է։ Այս ինչքան նվեր ստացանք այս շաբաթվա մեջ։ Եվ խորհուրդ տանք մեր հեռուստադիտող խոհարարներին, բարեկամներ, ժլատ մի եղեք, ստեղծագործեք եւ նվիրեք։ Իսկ Արարատյան խոհանոցը բարեկամներ անձնական խոհանոց չէ, դա մեր Սուրբ Սրբոց խոհանոցն է։ Ուղղակի ես այդ խոսքին կուզեմ մի բան էլ ավելացնել։ Շատ խոհարարներ այսօր մի հատ կարտոշկա են կրկում, վարունգ ասում են մենք խոհարար ենք։ Ոչ, պետք չի ուրիշին կրկնել, այո։ Պետք է ստեղծել, ստեղծագործել, սա ոչ թե միայն արվեստ է, նաև արվեստ է։ Ես գտնում եմ։ Այո, եւ հիշենք, որ շատ ու շատ մեր փորձառու խոհարարները, ովքեր որ իհարկե ունեին նորից ստեղծագործ մտքեր, ստեղծեցին, բայց չամրագրեցին ցավոք սրտի։ Որոշ մասը ցավոք սրտի իրենց հետ էլ տարան այնտեղ, որտեղից չեն վերադառնում։ Եվ լավ է, որ մենք արդեն սկսել ենք ստեղծագործածը ամրագրել, ստեղծել, ամրագրել եւ համարել հայկական։ Չեմ հարցում ինչ ես պատրաստելու, ուղղակի ես սկսեմ արդեն։ Այո, բարեկամներ, սունկ է կտրատում, իսկ ես այս պահի կանգնած եմ հացերի հաց, լավաշի կողքը, այս հացը, որ վերջապես վերադարձավ մեր բնորան, վերջապես վերադարձավ իր սկզբնակետին, այսինքն արդեն մենք լիակատար իրավունք ունենք լավաշի կողքը արդեն դնենք այդ մագդիրը հայկական, որովհետև այլ լավաշ բնության մեջ չկա եւ նորից ուրախանանք, շնորհավորենք մեկս մյուսի եւ շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, ում ջանքերով վերջապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն կանաչեց որպես հայկական մշակութային ոչ նյութական ժառանգություն։ Մշակույթի նախարարությանը, ազգագրության ինստիտուտին, այն անձերին, որ ես ճանաչում եմ իմ լավ բարեկամներ են, ովքեր անձնազոհաբար պայքարեցին եւ ասան իրենց նպատակին։ Միասնական երբ որ լինում ենք, յուրաքանչյուր պայքար ավարտվում է մեզ համար լավ արդյունքով։ Ահա, ձեթը դաղեցինք, սպասում ենք ջերմաշճան բարձրանա, որպեսզի սունկը տապակենք։ Այստեղ ես տեսնում եմ նաև հավի կրծքամիս։ Օգտագործելու ենք այդ հավի կրծքամիսը։ Անպայման։ Նաև ասեմ, որ հարգելի հեռուստադիտողներ, այս ուտելիքը պատկանում է Հագանիների շարքին։ Կարելի է համարել Հագանիների շարք։ Կարելի է։ Ինչ լավ է, իսկ մեր հեռուստադիտողներին մեզ շատ են հարցնում, թե ինչ ասել է Հագանի, բարեկամներ հնում Հագանի նշանակել է ախորժաբեր։ Իսկ մենք այսօր ցավոք սրտի ախորժաբեր անվանում ենք միայն այն պատրաստված այդ նախուտեստին, որ պղպեղով, լոլիկով, այսպես ախորժակ են կոչվում, չէ՞։ Այո։ Կրծքամսից հեռացնում ենք մաշկը, սնկի հետ պիտի տապակենք, հա։ Այո։ Կարեն ջան, տես մենք արդեն բազմաթիվ անգամ հանդիպել ենք եւ մեր հեռուստադիտողները արդեն քաջ ճանաչում են քեզ։ Այ ստեղծելու, դու կողմնակիցն ես, որ միշտ ստեղծենք, միշտ ավելացնենք, դրա համար ինչ է հարկավոր։
Դրա համար հարկավոր է, ինձ թվում է, սեր առաջինը, բերանի համ, Եվ լավ ֆանտազիա տրամադրություն, եւ լավ տրամադրություն։ Եվ լավ տրամադրություն։ Այն Սիրել քո աշխատանքը։ Այո, այնինչ անհրաժեշտ է խոհանոցում, այնինչ անհրաժեշտ է։ Առանց այդպիսի տրամադրության, առանց այդպիսի այդ տրամադրվածությամբ հնարավոր չէ պատրաստել։ Ես օգնեմ Սունկը եւ հավի կրծքամիսը կտրատված մկանային հյուսվածքին ուղղահայաց եւ ծղոտաձև։ Քանի որ տապակվում է սունկը, մենք վերցնում ենք կանաչ պղպեղը։ Քաղցր տակդեղը, չէ՞։ Տակ դեղը, այո։ Հեռացնում ենք սերմերը։ Ընդունես ինձ որպես օգնական։ Եվ կտրում ենք Նորից ծովի կաձև, շատ է Ծովի սիրում կաձև։ ես կտրատան եղանակը։ Երևում է, որ Ռուսաստանում շատ ես աշխատել։ Սալոմկա մի բարի։ սալոմկա մի, դա։ Իրականում բարեկամներ, հատկապես մեծ ռեստորանային խոհանոցներում ընդունված է աշխատել օգտագործելով տերմիններ, կտրատման եղանակներ, ջերմային մշակման եղանակներ տերմիններով, այսինքն ավագ խոհարարը տերմիններով հուշում է օգտականին, թե ինչ պիտի ինչպես կտրատվի եւ ինչ մշակման ենթարկվի։ Կանաչ տակդեղը սնկի հետ ենք խառնում։ Եվ տապակում ենք։ Առանձին տապակում ենք հավի կրծքամիսը։ Այո, առանձին տապակում ենք, որովհետև սա մսեղեն է, նա բանջարեղեն, ամեն մեկը պահանջում է իր Ձևը, իր ձևը մոտեցումները։ պատրաստում, այո։ Շատ լավ։ Ինչպես նշեցի բարեկամներ, դեռ ես չգիտեմ, թե ինչ է պատրաստում։ Նույնիսկ Կարենը ինքը չգիտի, թե ինչ է պատրաստում։ Վերջնական տեսքով նոր կներկայանա։ Անքան ասա, խառնում ենք էսը, հա։ Այո, հիմա մենք արդեն խառնում ենք մեր տապակված միսը եւ բանջարեղենը։ Եվ տապակում ենք իրար հետ։ Եվ շարունակում ենք տապակել։ Շարունակում ենք Իսկ համեմելու հետ կապված ինչ պիտի անենք։ համեմելու ենք մի քիչ ուշ։ Մի քիչ ուշ։ Մենք հիմա տապակելու ժամանակ, երբ որ արդեն տապակված է, ավելացնում ենք Կատնասեր։ կատնասեր։ Կամ սերուսկ, այդտեղ առանձնապես շատ տարբերություն չկա։ Սերուսկ ենք ավելացնում, որ ուտեստը դառնա հագանի։ Այո, Ախորը ժաբեր։ տապակում ենք մինչև թանձրանա։ Այո, սերուսկը ջերմային մշակման ենթարկելուց, շատ ենթարկելուց խտանում է, չէ՞։ Խտանում է, այո։ Մենք կտրատեցինք լոլիկը։ Լոլիկը մենք ավելացնենք վերջում, որպեսզի չտրորվի։ Չտրորվի, հատիկները երևա։ Մենք Այո։ կարող ենք նաև մեծ խոշոր այսպես։ Ամբողջական, կիսված, խոշոր, չէ՞։ Իսկ կանաչի լինելու է, Անպայման։ ինչ կանաչի պիտի լինի, ես ուզում եմ օգնած լինել։ Կանաչի մենք կարող ենք վերցնել նաև սոխ եւ համեմ։ Սոխ եւ համքեղ։ Համքեղ կներեք։
Ոչ մի բան չվստահեց ինձ։ Քանի որ սա նվերը Այ, մեր ամբողջապես Արարատին- թող ինքը պատրաստի եւ Այո։ նվիրի։ Շատ լավ, շատ լավ։ Կարենը քանի որ աշխատում է, ես նաև շարունակեմ թեման լավաշի, բարեկամներ, չնայած որ ոչ մեկը չենք կասկածում, բայց մեզ հարկավոր է որ աշխարհը ճանաչի։ Մեր կազմակերպության, որպես կազմակերպություն, մենք իհարկե դեմ ենք, որ յուրաքանչյուր արժեք, մեր ազգային մշակութային արժեք, սակարկման կամ գնահատման այդպես, բայց կա պետություն եւ կա պետական այդպես մոտեցումներ եւ շատ լավ է որ հենց այդպես էլ եղավ, բայց մենք մեր մեջ չփնտրենք եւ մենք մեզ չաշխատենք ապացուցել, քանի որ մենք վստահ ենք երկրորդ անգամ կրկնեմ, ուղղակի մի հանգամանք նշեմ, վերջերս դուք գիտեք, որ մեր կազմակերպության ազգագրագետ Խորեն Գրիգորյանը գործուղվել էր Տրանսիլվանիա, այնտեղ մի մեծ հոց այսպես գաղութ ունենք մենք դեռ 500 եւ ավելի տարի առաջ գաղթած անիից եւ շատ կոմպակտ, շատ համախմբված ապրում են, նրանց ոչինչ բացի ազգային խոհանոցից չի հիշեցնում որ իրենք հայ են, բայց շատ հպարտ են որ հայ են։ Եվ այնտեղ պատկերացնում եք ուղակի հաց անուն չի նշվում, իրենք հաց այդպես չեն արտահայտում, հացին ուղակի անվանում են լավաշ, այլ անվանում հացը չունի այնտեղ։ իսկ հիմա արդեն մենք կարող ենք Նախապատրաստել, բայց ես ուզում եմ իմ նվերս տեսնել մի քիչ այլ կերպ, անջատեցիր կրակը, այո չստացվեց նվերը կլինի ամբողջապես Կարենի մտահղացմամբ։ Բարեկամներ, հավի կրծքամիսը տապակեցինք առանձին տապակեցինք սունկը, այնուհետև կանաչ տագդեղը, միացրինք այդ ամբողջը իրար, ավելացրինք կատնասեր, այնուհետև կտրատված լոլիկ, համեմեցինք աղով պղպեղով եւ հիմա արդեն ձևավորման մասն է։ Ահա, հենց այսպես էլ կարելի է մատուցել, չէ՞։ այո Կարեն ջան, շնորհակալություն նվերի համար, շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ բոլորիս եւ շնորհավորենք նոր ուտեստի ծնունդը։ Իսկ դու ինչ կարող ես այսպես խորհուրդ տալ մեր հեռուստադիտողներին։ հեռուստադիտողներին ես նորից ու նորից ցանկանում եմ լավ ֆանտազիա, առողջություն, խորհուրդ, սիրեք, արեք, կերեք մեր հայկականը։ Կերեք մեր հայկականը, պատրաստեք մեր տեղականով ու անպայման լավաշով։ Անպայման հացերի հացով։ Հարգելի հեռուստադիտողներ, ինձ մնում է ուղղակի ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Կարենին եւ ցանկանանք, որ ինքը շարունակի այդպես իր ֆանտազիայով զարգացնել իր երևակայությամբ, զարգացնել մեր խոհանոցը։ Յուրաքանչյուր խոհարար ուղղակի պարտավոր է, պարտավորված է իր լումաններ դնել մեր ազգային խոհանոցի զարգացման համար։ Շնորհակալություն Կարեն, ապրես դու։ Բարեխոսեք։ Բարեկամներ, շատ լավ է այսօրը, շատ լավ էր, բայց ցավոք սրտի ժամանակը անսահմանափակ չէ, եկավ մեր հրաժեշտ տալու ժամը եւ հրաժեշտից առաջ ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Կաբոն ռեստորանի տնօրինությանը եւ մեզ բոլորիս մաղթել քաջառողջություն եւ երջանկություն, լինենք միասին եւ միակամ հաղթանակների դարաշրջանը, երբ որ միասին ենք, հաղթանակը ապահովված է։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ստեսյուն։